Եվ հարցս ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Պարոն Կարապետյանը գիտեք, որ հայտարարել է, որ հրաժարվելու է աշխատավարձից եւ պարգևավճարից, բայց նրա ղեկավարած խմբակցության անդամները կստանան աշխատավարձ, կհրաժարվեն պարգևավճարից։ Նախ ձեր վերաբերմունքը Պարոն Կարապետյանի եւ նրա խմբակցության այս որոշմանը, ինչու եմ նաեւ Վարդանանու Պահովինյան կա ազգային ժողովում այդպիսի պրակտիկա աշխատավարձերի վճարման հետ կապված, որ ինչ-որ մեկը աշխատում է անվարձահատույց, չի ստանում աշխատավարձ եւ նաեւ պարգևավճարներից հրաժարման մեխանիզմ է։ Ինչպես է դուք։ Շնորհակալ եմ, չկա նման մեխանիզմ եւ պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից, այլ բան, որ ինքը կարող է ստանալ աշխատավարձը եւ, չգիտեմ, տալ ինչ-որ մեկի, դա իր գործն է արդեն։ Նույնն էլ վերաբերվում է պարգևավճարներին, բայց աշխատավարձը ինքը պիտի ստանա եւ կստանա։ Մնացածը իրենց գործն է, ես կարող եմ ասել, որ մենք մեր խմբակցության պատգամավորներս չունենք եկամուտի այլ աղբյուր, համենայն դեպս օրինակ ես չունեմ եկամուտի այլ աղբյուր, քան աշխատավարձն է եւ ցավոք չեմ կարող հրաժարվել աշխատավարձից։ Բայց չգիտեմ, եթե հարուստ լինեի, կարող է եւ կարողանայի, չգիտեմ, բայց ես ամեն դեպքում կարծում եմ, որ սա այսինքն եւս մեկ ցուցիչ է, որ խնդիրները առաջացնում են, երբ որ բիզնեսն ու քաղաքականությունը հատվում են, բայց ամեն դեպքում պարոն Կարապետյանի իրավունքն իր որոշելիքն է, բայց խնդրում եմ առանց արձագանքի, որ հասցնեն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։